Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 2-ի համար։ Օրը ուրբաթ է եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Հնարավորության դեպքում շաբաթ կիրակի կլինեն տարո քարտերով, մեկ այլ տարո քարտերով, ոչ թե լինարման։ Մեկ քարտ կլինի բոլոր ոլորտների համար։ Իսկ քանի որ հիմա դեռ ուրբաթ է, մենք գնայինք այսպես քարտերով։ Եվ գնայենք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հոկտեմբերի 2-ին։ Մի փոքր անհանգիստ եք ինչ-որ մեկի համար, կամ հաջորդ օրը կարող է ձեր հարսանիքն է, ճակատագրական քայլ եք անում, դրա համար եք անհանգիստ, կամ դուք, կամ ձեր երեխան, ձեր քույրը եւ այլն, ինչ-որ մեկը։ Ամենայն դեպս անհանգստությունը բավականին շատ է ձեզ մոտ։ Այստեղ կարող եք ինչ-որ մեկի հետ նամակագրական կապի մեջ լինել, կամ գրել եք դեռևս չի պատասխանում, դա է ձեզ անհանգստություն պատճառում, անհանգստանում եք տվյալ անձնավորության համար, միգուցե ձեր երկրորդ կեսն է այստեղ, ձեր զույգն է, ում գրել եք դեռ չի պատասխանում եւ լարվում եք։ Եվ անհանգստանում եք, ցուցակ եք կազմում, որ ամեն ինչը ճիշտ լինի, ոչ մի բան չսխալվեք, ոչ մի բան հանկարծ չմոռանաք։ Ոմանց այդ օր ամուսնության առաջարկ կանեն, ոմանք հենց պատրաստվում են գնալ հարսանիքի, կամ ձեր հարսանիքն է։ Նաև գործարք է սա, որը որ կարող եք կնքել այդ օրը։ Նաև դժվար օր է, ինչ որ ծանր, դժվար օր է ձեզ համար, որ պետք է մի կերպ անցնեք, կամ ինչ որ բեռը ձեր ուսերին է, դրա համար եք այդքան անհանգիստ։ Լարված եք, այդ ինչ որ պետք է անեք, դրա համար անհանգիստ եք։ Նաև ոչ է փորձություններ կարող են լինել այդ օրը ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին, եզերին, տարվա ծնված ցուլերին, միայն ամսվա ծնվածի հետ մի խառնեք։ Վայ, ինչ-որ փոփոխություն է լինելու ձեր կյանքում, անդադ գալիս է։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 2-ին։ Հաջողություն յուրաքանչյուր պարագայում, յուրաքանչյուր դեպքում, բայց այստեղ նաև ունեք ուղղակի պահեր, որոնք որ հաջողությունից են կողմ են։ Մեկ այլ ոլորտում հաջողություններ են, բայց այստեղ նաև կան լարված պահեր։ Ինչ որ խաղ է, լուրջ չեք վերաբերվում ինչ որ մի բանին, կամ նաև ձեր հետ կապված ինչ որ մի բան է, որ լուրջ չեն վերաբերվում։ Նաև այստեղ երկերեսանի մարդիկ կան, անգամ 3 երեսանի մարդիկ կան, ովքեր ինչ որ մի բան կարող են փորձել խառնել, որ այս հաջողությունը չունենաք։ Նյամա ուշադիր եղեք, ոչ միտեղ մի գնացեք, ոչ միտեղ մի խաղացեք, ոչ մեկի մի հավատացեք, կարող է ասում են հաջողություն ունես, արի գնանք խաղանք, այսօրը քո մոտ ամեն ինչ լավ է ստացվում, արի գնանք խաղանք եւ այլն նմանատիպ ինչ որ պահեր։ Նաեւ մեկ ակնթարթ ինչ որ մի բան տեղի կունենա այդ օրը։ Եվ մի վստահեք, երկար չափեք, ձևեք նոր հետո ինչ որ մարդկանց պատասխան տվեք եւ հան եւ չն, երկուսի դեպքում էլ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հոկտեմբերի 2-ին։ Ինչ-որ մի բան է օգոստոսի հետ կապված, երևի նմանատիպ ինչ-որ պահեր են լինելու։ Ինչ-որ խաղ է, լուրջ բան չկա։ Ինչ-որ մի բանի մեջ լուրջ բան չկա, այդ օրը ուշադրություն դարձրեք։ Ոմանք կարող են երեխաներին տանել խաղահրապարակ, խաղ այնտեղ, որտեղ երեխաները կարող են խաղալ, նաև ինչ-որ մեկ ակնթարթ ինչ-որ մի բան տեղի կունենա, որը չեմ կարող ասել լավն է, թե վատ։ Այդ օրը նաև ձեզ օգնության ձեռք կմեկնեն, կօգնեն, կաջակցեն, ոմանք կարող է դիմեն նմանատիպ մարդու, եւ եթե ինչ-որ տեղ եք գնում մեքենայով, ապա ուշադիր եղեք պետավտոտեսուչներից։ Եվ երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ են այդ օրը։ Ոմանք նաև այստեղ երեխաների հետ այստեղ նոր ինչ-որ կյանք, ոմանք կարող են սկսել նոր ոճագործունեություն, նոր բիզնես, կարող է թորներն են գալիս, իմանում եք, որ հղի եք, կամ ինչ-որ մեկն է հղի, ծննդաբերության մասին եք լսում, կամ դուք եք ծննդաբերում։
Երեխաների հետ կապված, հա, ինչ-որ մի բան է, որ պետք է զբաղվեք իրենցով, կամ իրենց ծնունդն է, առիթն է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին հոկտեմբերի 2-ին։ Երեխաների հետ կապված որոցե իրադարձություններ են, այստեղ կարող են ձեր երեխաներն են ամուսնանում, կամ գալիս պատմում են, որ ամուսնության առաջարկ են արել, կամ խոսում եք այդ մասին, ամուսնության մասին, հա, իր ամուսնության մասին։ Նաև ոմանք նոր բիզնես կսկսեն, այստեղ ինչ-որ գործարք կարող եք կնքել, այստեղ խոսել, շփվել, համոզել եւ այդ գործարքը կնքել։ Նաև նոր կյանք է, նոր ինչ-որ մի բանի սկիզբ, փղիություն, ծննդաբերություն, թոռները կարող են գալ, երեխաները կարող են գալ ձեր տուն։ Ոմանց ամուսնության առաջարկ կանեն, ոմանք պատրաստվում են հարսանիքի, նշանադրության հաջորդ օրը, ոմանք հենց գործարք կկնքեն դիմացինի հետ եւ շատ շփում այդ օրը։ Շատ խոսակցություններ, շատ շփում, նաև կարող է բամբասանքել լինի, այդպես կարող լսել։ Եվ լեզվակռիվ չի բացառվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին հոկտեմբերի 2-ին։ Ժամանակն է ինչ-որ մի բան անելու, կամ ժամը կվատնեք ինչ-որ մի անիմաստ բաների վրա, տեսնենք ինչ է նա։ Շատ ժամանակ կվատնեք դրսում, այստեղ այնտեղ գնալուց, նաև եթե ձեր տանը հյուր եք ընդունում կամ դուք եք գնալու, այնտեղ շատ ժամանակ կվատնեք, երկար ժամանակ է սպասում եք, որ նորության այդ նորությունը կստանաք, եւ ժամանակն է ինչ-որ մի բան սկսելու, անգամ ընտրություն կատարելու ժամանակն է։ Եվ պետք է հստակ ընտրություն կատարեք, սա թե նա, այդպես երկու ինչ-որ բաների միջև։ Եվ լուրջ վերաբերվեք յուրաքանչյուր բանի այդ օրը։ Ոմանք կարող են գնալ խաղասրահ, խաղալ, բայց ամենայն դեպս լուրջ ընդունեք յուրաքանչյուր բան, խաղի մի վերածեք։ Եվ մեկ ակնթարթ ինչ-որ մի բան տեղի կունենա, անսպասելի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերին։ Ինչ է սպասվում օձերին հոկտեմբերի 2-ին։ Այդ օրը ինչ-որ կամուրջ կստեղծվի ձեզ համար, ինչ-որ բաներ անելու համար, ինչ-որ գործեր անելու համար, ինչ-որ հնարավորություններ են, ինչ-որ մեկի հանդիպելու, տեսնելու, բարիշելու, հա, եւ այլն, նմանատիպ ինչ-որ պահերի համար կամուրջ կստեղծվի, հնարավորություն, որը թեթև, հա, ավելի արագ, ավելի թեթև, շատ չեք տանջվի կամ այդ մարդուն տեսնելու համար, կամ սա անելու համար, եւ այլն։ Դու մի փոքր իմաստուն եղաք, որ ձեր գործերը կարողանաք առաջ տանել, առաջ գցել։ Նաև օձեր կան, որոնք որ կարող են փորձել խանգարել ինչ-որ գործերին, որ չանեք, կամ այդպեսի ինչ-որ վերաբերմունք կարող եք ստանալ։ Այդ օրը ոմանք կզբաղվեն ուսմամբ, կամ կընդունվեք որոցե նման ինչ-որ կուրսերի, որ գնաք, սովորեք։ Նաև ոմանց մոտ էլ դա գաղտնիք է, որը կբացահայտվի։ Եվ կամ ինչ-որ հնարավորություն կստեղծվի հաշտվելու մեկի հետ եւ ձեր այդ կյանքի էջը կփոխեք, այն խնդիրները կփոխեք եւ նորովի կսկսեք ապրել միասին։ Կամ շփվել, եթե դեռ չեք ապրում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին հոկտեմբերի 2-ին։ Ոչ է գաղտնիք է բացահայտվելու այդ օրը, ոմանք նաև ուսմամբ կզբաղվեն, ինչ-որ բաներ կփորփրեք, կնայեք, եթե քննություններ ունեք, ապա հիանալի կհանձնեք ձեր քննությունները այդ օրը։ Նաև կյանքում ոչ մի էջ կփոխեք, այլևս չեք անդրադառնա դրան, դուք ինքներդ ձեզ կփոխեք եւ կսկսեք ապրել նորովին։ Նաև հաջողություն ունեք այդ օրը յուրաքանչյուր գործ անելուց, յուրաքանչյուր ինչ-որ բան անելուց, հա, այդ օրը ամեն ինչում հաջողություն է ձեզ սպասվում։ Եվ շատ շփում,
Ինչ-որ մարդկանց հետ կշփվեք, կխոսեք, հնարավոր է բամբասանքներ են սրանք, նաև հնարավոր է լեզվակռիվ ինչ-որ մեկ հետ իրար չհասկանաք եւ խոսակցության ընթացքում իրար սկսեք լեզվակռիվի մեջ մտնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին։ Նաև ոչխարներին, այդպես է կոչվում։ Ինչ է սպասվում այծերին հոկտեմբերի 2-ին։ Հանդիպում շփում որևիցե աղջկա հետ։ Տեսնենք հիմա ով է այս աղջիկը։ Ձեր զույգն է կամ գործընկերն է կամ գործնականորեն եք հանդիպելու իրար հետ, բայց այդ օրը ոչինչ չի ստացվի։ Միևնույնն է, անիմաստ է հանդիպելը։ Եթե ինչ-որ գործի բերումով եք հանդիպելու, ոչինչ չի ստացվում։ Խոչընդոտներ կան, որից հետո էլ հետապնդում է ոնց որ լաբիրինթը։ Անհնարին է, իսկ ովքեր որ շփվում են ամուսնացած կնոջ հետ, առավել եւս այդ օրը խնդիրների մեջ եք հայտնվելու։ Ուղղակի այդպես ինչ-որ մի բան ընկնել է մարդու գլխին, խնդիր, մեծ խնդիր։ Իսկ գործարքները այդ օրը փորձեք չկնքել, որովհետեւ իրոք հետո ընկնել եք լաբիրինթի մեջ։ Ինչ որ փակ գործարք է, ինչ որ լավ գործարք չէ, դա։ Խնդիր է առաջացնելու ձեզ մոտ։ Դրանից հետո մի հավատացեք, մի վստահեք այդ աղջկան։ Գործ չունեք։ Կամ այդ օրը մի արեք։ Կամ եթե ինչ որ մի բան պետք է ստորագրեք, վերցրեք, բերեք տուն, լավ ուսումնասիրեք, հետո նոր ստորագրեք։ Ես անգամ տունը, եթե վարձում եմ տունը, գնում եմ, ես անգամ դա եմ վերցում, բերում տուն, կարդում, հետո նոր ստորագրում։ Ես երբեք չեմ ստորագրում տեղում։ Չով չհասկանամ ինչ կա մեջը։ Եվ սա հետևում եւ խոչընդոտներ, եւ լաբիրինթ։ Սա հենց այնպես չի։ Ուզում ասի սկզբում խոչընդոտների մեջ եք հայտնվելու, հետո այսպես մի հատ կաշայի մեջ, որտեղից չի լինում դուրս գալ։ Սա վերջն է, հա, ոնց որ քարտերի վերջը դա է, ոնց որ նշանակում է ինչ որ անեք, վերջում սա է լինելու։ Եվ փոքր շատ իր եղեք այդ օրը։ Ամեն ինչին մի վստահեք։ Հատկապես ովքեր որ ուզում են շփվել ամուսնացած կնոջ հետ։ Կինը կարող է թույլ տալ։ Նա ամեն ինչը կարող է թույլ տալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին հոկտեմբերի 2-ին։ Մանրուքներ կամ մանր-մունր գործեր, մանրուքներին ուշադրություն դարձրեք, ամենայն դեպս ուշադրիր ամեն ինչում, նաև ժամանակն է, որ իրոք կարող է այդ ամեն ինչը մի հատ վերլուծեք, վերանայեք, այդ ամեն մի մանրուք, ամեն մի ինչ-որ պահեր, կարող է բաց եք թողել, ինչ-որ մի բան, ժամանակն է ուսումնասիրել, և խոչընդոտներ կան։ Խոչընդոտները հնարավոր է ֆինանսների հետ են կապված, ֆինանսական խոչընդոտներ են, առք ու վաճառքի հետ վերադարձնելու գումարը եւ այլն նմանատիպ ինչ որ պահեր են, որոնք որ խոչընդոտներ կարող են առաջանալ։ Այդ ժամանակն է ինչ-որ մի բան սկսելու, անելու, բայց առայժմ ոնց որ գումարը չկա, դեռևս կարող եք պլանավորել ինչ-որ մի բան սկսել եւ այլն։ Եվ եթե չհասցնեք, այստեղ կարող է ինչ-որ մի բան ժամանակի մեջ պետք է հասցնեք անեք, եւ եթե չհասցնեք անեք, ոնց որ այդ օրը չեք տա եւ այդ օրը գումար չեք ունենա։ Այդպես ինչ-որ մի բան է, որ ժամանակի հետ է կապված։ Նույն ժամանակ եք վատնելու մանր-մունր ինչ-որ բաների վրա եւ ինչ-որ գլոբալ մեծ բանը, որ ձեզ համար շատ անհրաժեշտ է, դրա վրա ուշադրություն չեք դարձնելու եւ դրանից էր կարող է գումարը գալու եւ այդ պահին գումարային խնդիրներ կան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին հոկտեմբերի 2-ին։ Այդ օրը ինչ անեք, ճիշտ ուղի եք ընտրել, ճիշտ ուղղության վրա եք, գնացեք այդ ուղղությամբ, բայց սպասեք տեսնենք ով է այս աղջիկը, չխառնվեց գաթիկ, այդ աղջիկան հանդիպելուց էմոցիոնալ կլինեք, չէ, կարող է նաև մտածում եմ փորձի խառնել այդ ուղղությունը, բայց չէ, ինչ ուղղություն որ ընտրել եք, կարող եք գնալ, եթե օրինակ ուզում եք այդ աղջիկան գնալ մոտենալ, եթե տղա եք, գնացեք, մոտեցեք,
ճիշտ ուղի եք ընտրել, հա։ Այդ աղջկան տեսնես բավականին էմոցիոնալ կլինեք, նաև ոմանք ովքեր տղա են կարող ռոմանտիկ ժամադրություն ունենան, եք վաղուց չեք տեսել այդ աղջկան եւ տեսնելուց բավականին ուրախանաք։ Եվ հաջողություն է ձեզ սպասվում այդ օրը յուրաքանչյուր պարագայում ինչ էլ որ անեք, միևնույնն է հաջողություն կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շներին։ Ինչ է սպասվում շներին հոկտեմբերի 2-ին։ Ժամանակն է զբաղվել ձեր առողջությամբ, ժամանակն է զբաղվել ձեր գեղեցկությամբ, ձեր արտաքինով, փոխել ձեր արտաքինը ի վերջո, փոխել ձեր իմիջը ի վերջո։ Եթե ինչ-որ մի բան անհանգստացնում, գնաք, զբաղվեք ձեր առողջությամբ, գնացեք բժշկի։ Նաև ժամանակ վատնեք ձեր ծնողներին, ժամանակ տրամադրեք ձեր ծնողներին, գնացեք ձեր ծնողների տուն այդ օրը։ Ընտանիքին նաև ժամանակ տրամադրեք եւ ժամանակն է նաև շարունակել տոհմը, շարունակել ընտանեկան ոյցը գործունեություն, ոյցը ինչ-որ մի բան։ Դուք էլ եք կարող մտածում եւ որ այդ ուղղությամբ գնաք։ Եվ ճիշտ ուղի եք ընտրել այդ օրը, ինչ էլ որ ուզում եք անել։ Միգուցե ընտանիքի հետ է կապված, միգուցե ընտանիք կազմելու հետ է կապված, ինչ որ ընտանեկան գործ շարունակելու, բիզնես, որը կապված է օրինակ կոսմետիկայի հետ, ինչ որ գեղեցկության հետ, բժշկության հետ, նմանատիպ ինչ որ կողաբաներ եք որոշել անել։ Եվ այստեղ ասվում է, այո, ճիշտ է, ժամանակն է անգամ։ Մի բան էլ դեռ անցել է։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին հոկտեմբերի 2-ին։ Այդ օր ինչ որ կամուրջ կստեղծվի ձեզ համար, ինչ որ մի բան անելու համար, բայց կամուրջից հետո սխալներ են գալիս։ Եթե ինչ որ մեկի հետ հանդիպելը կամ հաշտվելու համար է, ինչ որ մի թեթև կամուրջ է ստեղծվում, ոչ ոքի մի պատմեք, ոչ ոքի մի ասեք։ Հետո խոչընդոտներ են գալիս։ Տեսնենք ինչ խոչընդոտ է։ Անցյալից է այդ խոչընդոտը, որը որ կգա ձեր կյանք։ Ինչ-որ մի բան է, որ պետք է անեիք, չեք արել, չեք վերջացրել, նորից ոնց որ հիշեցնելու է իր մասին, դա է խոչընդոտ։ Եվ այստեղ կարող խորամանկորեն ինչ-որ մի հարցին, կարող այդ հարցին լուծում տաք եւ հետո ուրախ լինեք, որովհետեւ սա ուրիշի խորամանկություն չի, սա ձեր խորամանկությունն է, որից հետո դուք ուրախ կլինեք, որ ինչ-որ մի բան արեցիք, կարողացաք ֆրցնել, կարողացաք այդ պահին այդ խոչընդոտները հաղթահարել կամ այդ անցյալի այդ խնդրին էլի ասել դել մի քիչ սպասի, մի քիչ մնա, դեռ ինձ այս պահին պետք չէ։ Այստեղ այս պահին այդպես է պետք։ Եվ հետո այդ խորամանկորեն կանեք կավարտեք եւ ուրախ կլինեք, տրամադրությունը կբարձրան, որ կարողացաք ինչ-որ մի հարցին լուծում տալ։ Եվ սա այդ կամուրջը ձեզ կհեշտացնի, հա, որպեսզի դուք լեզու գտնեք ինչ-որ մի բանի հետ, եթե ինչ-որ այստեղ խնդիրներ կարող են լինել։ Դե կամուրջը դա ոնց որ հեշտացնում է ձեր խոչընդոտները, հեշտացնում է խնդիրները, հեշտացնում է ինչ-որ մեկին տեսնելը, խոսելը եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։